Նիկոլաս Մադուրոյին հատուկ գործողության միջոցով ձերբակալելուց եւ Միացյալ Նահանգներ տեղափոխելուց մեկ օր անց Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին սպառնացել է, որ նա կարող է շատ ավելի մեծ գին վճարել, քան Մադուրոն, եթե չանի այն, ինչ ճիշտ է։ ԱՄՆ նախագահն այս մասին ասել է ամերիկյան Ատլանտիկ ամսագրին տված հարցազրույցում։ Ավելի ուշ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Վենեսուելան հիմա մեջբերում է մեռած երկիր է եւ Միացյալ Նահանգները կղեկավարի այն, մինչեւ երկիրը ոտքի կանգնի։ Վենեսուելան այս պահին մեռած երկիր է, պետք է այն վերականգնենք։ Նավթային ընկերությունները մեծ ներդրումներ կանեն ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Նավթային ընկերությունները պատրաստ են դրան։ Վենեսուելան 12 տարուց ավելի կառավարած Մադուրոն այսօր առաջին անգամ պետք է կանգնի Նյու Յորքի դատարանի առաջ։ Նրան եւ կնոջը մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու համար։ Վենեսուելայի դաշնակից Չինաստանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը նաև Կոլումբիային է քննադատել, ասելով, որ այն շատ կոռումպացված երկիր է, որը թմրամիջոցներ է վաճառում ԱՄՆ-ում եւ սպառնացել այնտեղ եւս ռազմական գործողությամբ։ Իսկ Մեքսիկային նա կոչ է արել ավելի արդյունավետ պայքարել թմրանյութերի դեմ, որպեսզի դրանք չհասնեն Միացյալ Նահանգներ։ Վենեսուելայի փոխնախագահը, որն այսօր ավելի ուշ կերթվի եւ կստանձնի նախագահի պարտականությունները, 3 կառավարության նիստի ժամանակ արձագանքել է Թրամփին, հայտարարելով, որ Վենեսուելան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միջազգային իրավունքի շրջանակում եւ համատեղ զարգացմանը միտված համագործակցության օրակարգի շուրջ։ Դելսի Ռոդրիգեսը նաև սոցցանցում է գրառում արել, նշելով, որ Կարակասը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը եւ խաղաղ համակեցությանը եւ ձգտում է ապրել մեջբերում եմ առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի եւ միջազգային համագործակցության միջավայրում։ Ռոդրիգեսը նշել է, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը արժանի են խաղաղության եւ երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Ըստ նրա դա միշտ է եղել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղերձը եւ ամբողջ Վենեսուելայի ուղերձն է հիմա։ Մենք առաջնահերթություն ենք տալիս ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի, ինչպես նաեւ Վենեսուելայի եւ տարածաշրջանի մյուս երկրների միջև հավասարակշռված եւ հարգալից հարաբերությունների հաստատմանը, որոնք հիմնված կլինեն ինքնիշխան հավասարության եւ չմիջամտելու սկզբունքի վրա։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվել Վենեսուելայի վրա, այլ պարզապես հատուկ գործողություն է իրականացրել Մադուրոյին ձերբակալելու համար։ CBS հեռուստաընկերությանն էլ տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն ասել է, որ Վենեսուելայի տնտեսությունը մեծապես կախված է նավթից, իսկ նավթարդյունաբերության ոլորտն անարդյունավետ է կառավարվում, ինչն էլ Միացյալ Նահանգները մտադիր է փոխել։ Բացի դրանից, ըստ նրա, նավթից ստացվող եկամուտներից ժողովուրդը չի օգտվել, այլ միայն վերնախավը։ Հետևաբար ԱՄՆ-ն դեռ կշարունակի թույլ չտալ Վենեսուելայից նավթի արտահանումը, մինչև ամեն ինչ կարգավորվի։ Դա մնում է ուժի մեջ եւ հսկայական լծակ է, որը կշարունակի ուժի մեջ մնալ, մինչեւ տեսնենք փոփոխություններ, որոնք ոչ միայն կխթանեն ԱՄՆ պետական շահերը, որ թիվ 1 առաջնահերթությունն է, այլև կհանգեցնեն Վենեսուելայի ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Վենեսուելայի պետական նավթային ընկերությունն արդեն սկսել է կրճատել նավթի արտադրությունը, քանզի ԱՄՆ-ի կողմից նավթային շարունակվող շրջափակման պայմաններում սպառվել են ընկերության պահեստային հզորությունները։